Ողջույն 24-ի եթերում հետագիցն եմ ես Նարեկ Գալստյան, այս բան ես հյուրընկալել եմ խորհրդարանի Հայաստան դաշինքի պատգամավոր Հույդագերագույն մարմնի անդամ Գեղամ Մանուկյանին, պարոն Մանուկյան, ողջունում եմ եւ շնորհավոր մայիսի 1։ Շնորհավոր մայիսի 1, ձևախեղված մայիսի 1, որտեվ իրականում նաեւ մեր դաշնակցության նաեւ գաղափարներով մայիսի 1-ը իրավունքի օր է, աշխատողի իրավունքի օր է, աշխատողի իրավունքի պաշտպանության օր է, բայց սրանք բանա, քանի որ ամեն ինչում բոլշևիկ են, որոշեցին, որ մայիսի 1-ը այս տարի դարձնեն սովետական պարադի տրամաբանության, բայց եթե այնտեղ աշխատավորական կոլեկտիվներն էին զբաղվում պարադին մասնակցելով, հիմա ոչ թե աշխատավորական կոլեկտիվները, այլ խոշոր փողատեր ընկերությունները, այդ թվում նաև կազինո եւ այլն վիճակախաղով ընկերությունները պետք է իրանց բեռնատարներով պարադ անեն, բայց կարևորը համերգն է։ Հակապատմական բաներ եք ասում, չի կարելի Ալեքսանդր Մյասնիկյանին, չի կարելի Սարգիս Կայսյանին, չի կարելի Խանջյանին, չի կարելի Քոչինյանին։ Բոլշևիկ որ ասում եմ, այդ Ավիս Նուրիջանյաններն էին։ Համեմատել, ասենք, օրինակ։ Գիտեք, այս մայիսի 1-յան շնորհավորանքները այսօր ակամա հիշեցնում են մի 3 շաբաթ, 4 շաբաթ առաջվա ԿՊ-ական պաշտոնյաների պահվածքը, թե ոնց են վերաբերում աշխատանքին։ Գիշեք ջունը հալվեց, Երևանցին մեկ էլ տեսավ, որ ասֆալտը չկա։ Ու քանի որ շամպես հասկանում են հասարակական տրամադրությունները, հասկացան, որ 2-3 օրվա մեջ պետք է ասֆալտը փռեն նորից։ Աչքից զարնեց այդպիսի մի պատկեր, փող քաղաքապետը գիշերով կանգնած, խոսում է ասֆալտապատում ենք, գիշերվա 1000-ին այդ ձնին բանին բանվորները, աշխատողները ասֆալտ են հանում, ասում աշխատանքի նկատմամբ էսա դեր վերաբերմունքը գնահատական։ Այնուամենայնիվ, պարոն Մանուկյան, մի հատ մայիսի 1-յան հարց տամ անցնենք առաջ, էլի, քանի որ այնանի դուք դաշնակցությունն եք ներկայացնում։ Վերջի դուք ընկերվարական սոցիալիստական Հայաստան ունեցող կուսակցություն եք, այսօր մայիսի 1-ն է։ Մայիսի 1-ը նաև ինչ-որ չափով պրոտեստային օր է, ոչ միայն այնպես պարադի ու մնացած բաներ, էլի։ Ինչի ոչ մի բան չեք անում այսօր։ Եկել եմ այդ թեմայով խոսեմ։ Լավ, եղել են տարիներ։ Չէ, հիմա։ Քաղաքը այնքան էր համերգի մեջ զբաղված, որ բաներ եղել են իրականում տարիներ։ Ես հիշում եմ, որ ինչ-որ շրջանում եղել են, հարցը դա չի, ուղղակի ժամանակ իշխանը Սաղաթելյան մեր ուսանողական միության ղեկավարներ ոչ կոռուպցիային, այո աշխատանքին մեծ երթ էին կանում։ Դե այդ ժամանակ դուք կոալիցիոն գործընկերներ էիք, ամեն ինչ ավելի հեշտ կարող էր անցնել։ Չէ, կոալիցիոն գործընկեր լինելով էինք, որ դեմ խոսում։ Լավ, պարոն Մանուկյան, իդեպ ասեմ այդ սոցիալիստական էության հետ կապված, կոալիցիոն այդ բոլոր փոխգործակցությունների մեջ կռիվներից մեկը ընդհանրապես ներիշխանական մեր կողմից եղել է հենց սոցիալական փաթեթները, աշխատանքային փաթեթները, Արտիկ Մինասյանը հատկապես դրա դրոշակակիրն է։ Հա, բայց նաև ես լավ հիշում եմ, որ այն ժամանակվա անդիմությունը զարմանքով էր նայում, թե դուք ինչպես եք քվեարկում տարատեսակ խոշոր ընկերությունների պրիվատիզացիայի օգտին ու ասում էին դուք սոցիալիստ եք, ո՞նց եք քվեարկում։ Օրինակ Գույք պարկի դիմաց, օրինակ էս, օրինակ են։ Ընդ որում ես հիմա Գույք պարկից բացի իշխանական թեզով չեմ ասում, զուտ սոցիալիստական գաղափարախոսության ելնելով, որ պետությունը չգործող ձեռնարկությունները այդ ձևաչափով մասնավորեցնելը վերջում տվեց արդյունք, որ սկսեցին աշխատել։ Աշխատում են որ բավականին։ Լավ։ Պարոն Մանուկյան, երեք Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ճեպազորույցներից մեկի ներողություն կառավարության ճեպազորույցի ժամանակ ասաց մի բան, որ մինչև հիմա ուղեղի մեջ չի տեղավորվում։ Երբ որ հարց տվեցին Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման մասին, բերեց ասեց, որ պատկերացնում եք, ասեց, որ վաղը գնանք Արցվաշեն ու տեսնենք այնտեղ որից մզկիթ են կառուցել։ Մենք ինչ պետք է անենք։ Ու փաստացիորեն դրանով արդարացվեց ադրբեջանական վանդալիզմը, ադրբեջանական ելուզակների վանդալիզմը։ Պարոնայք ռեժիսորներ, պարոն Մանուկյանը անհամատեղելիություն ունի պարոն Փաշինյանի նկարի հետ, խնդրում եմ հարգել նրա խնդրանքը։ Ահա, համեցեք, լսեցին։ Հիմա, եթե հարցը դրված է այնպես, որ Արցախը Ադրբեջանի տարածքն է, հա, ու այնտեղ ադրբեջանցիները ինչ ուզեն կարող են անել, իմ մոտ հիմա հարցը ստամ, հա, այնպեսի հարց կա։ Իսկ կարող եմ մի օր էլ ոտքի կանգնեն ու ասեմ, որ ասենք 90-ականներից սկսյալ մինչև 2023 թվականը ներառյալ Արցախում գնդակոծությունների արդյունքով սպանված խաղաղ բնակիչները, մյուսը եւ այլն, այդ ամեն ինչ այնուամենայնիվ Ադրբեջանի ինքնիշխան տարածքում է եղել եւ Ադրբեջանի ներքին գործն է։
Ոչ միայն ձերով է չի տեղավորում, շատ-շատերի կարծում եմ։ Երեք Նիկոլ Փաշինյանը ապագա ընտրությունների մի հատ ջրբաժան գծեց։ Եվ այլևս ընտրապայքարում, քաղաքական պայքարում նախկին ներկա խաղաղություն, պատերազմի սպառնալիք, դրանք չեն հարկերն ավելացնել, հարկերը պակասեցնել, ասֆալտ փռել, հող փռել, այլ ուղղակի գծեց մի ջրբաժան։ Կա ոչ հայ եւ կա հայ։ Եվ իրականում Ինչի նկատի ունեք ասելու։ Ստեփանակերտի եկեղեցին այդպես ավիրել է, այդպես արդարացնել, նույնիսկ չեմ պատկերացնում, օրինակ նույն Ադրբեջանի հայտնի հակահայ ռոպագանդիստներից Էյնուլա Պաթուլաևը կարող էր այդ ձևի հիմնավորում տալ։ Այդ ձևի հշտամական հիմնավորում, գիտեմ, ինքը ասեց, որ ինքը ոչ հայ է եւ իրականում մեր հայրենակցի քվեարկությանը մասնակցելու դեպքում ցանկացած ով նախկինից է դժգոհ, ով կոռուպցիայից է դժգոհ եղել, բայց պետք է գիտակցի մի բան։ Ինքը քվեարկելով Նիկոլ Փաշինյանին, ընտրում է մեկին, որը շատ նորմալ է համարում եւ ճիշտ է համարում հայկական եկեղեցու ավիրումը։ Պարոն Մանուկյան, այդ ինչպես ասեմ, այդ ձեր դրված իմպերատիվ համեմատականը ուրիշ ձև չունե։ Լավ, ուրիշ ձև չունեմ, հարգելի նորություն չի, դուք անգամ 21 թվականին ես շատ լավ հիշում եմ ձեր նախընտրական ռոլիկներում մոտավորապես այդպիսի շեշտադրումներով քարոզչություն էի կանում, բայց դա չօգնեց։ Հիմա էլ ամենայն հավանականությամբ, եթե նայում ենք Չէ, չօգնեց, նաև ուրիշ պատճառով։ Պետք է նկատի ունենանք, որ իրանց խոսույթում էր, իրանց նախընտրական ծրագրում էր Շուշիի հադրութի դեօկուպացիան։ Նաև այդ բառախաղի վրա է, բայց այլևս այդ կարմիր գծեր անցած որևէ սահման չկա։ Ենթադրենք, որ շատ էլ չեմ սիրում, էլի, այսինքն կարևոր գործերը թողած անձնագրի հետ կապված շատ մանրամասն քննարկումներ, բայց խոր վիրապի վրայից Արարատի հանելը այդ նույն եկեղեցի ավիրելու թվային տարբերակն է։ Թվային տարբերակն է։ Երեք ներքին գործերի նախարարապետ ազգային ժողով գար, տարել է հետս Հովհաննես Շիրազի խորհրդային Հայաստանում տպած երկերի ժողովածուի երկրորդ հատորը, որտեղ Չօգնեցիք, պարոն Մանուկյան, ԿՊ-ականներին գիրք նվիրելու։ Չէի տալու այդ գիրքը։ Շիրազի մակագրությամբ գիրք է, իմ համար անհավատալի թանկ, ամենաթանկն եմ գրադարանում։ Հանճարը Խելագարը պոեմ ունի, որտեղ այդ խոսում է Արարատի շուրթերից փոկելու մասին։ Հիմա ԿՊ-ականները Արարատը շուրթերից են փոկում, հա։ Հա, փորձում եմ, բայց չստացվի։ Տեսնենք ստացվի թե չի ստացվի։ Պարոն Մանուկյան, ընտրություններ են դիմացը, մի ամիս ու կես է մնացել մոտավորապես։ Հիմա այս հարցը չի ուղղված միայն Հայաստան դաշինքին, ուզում եմ իմ դիտարկում անել ընդհանրապես ամբողջ ընդդիմության տրամաբանության մեջ։ Կա այնպիսի տրամաբանություն կամ այսպես զգացողություն ինձ մոտ, որ մի կողմից ընդդիմություն են, որում բոլորը բացառապես հայտարարում են, որ առաջիկա ընտրությունները խորհրդարանական ընտրությունները Հայաստանի համար էգզիստենցիալ նշանակություն ունեցող, անվտանգային նշանակություն ունեցող, քաղաքակրթական նշանակություն ունեցող, Հայաստանի բովանդակությունը առաջիկա տարիների համար ուղենշող ընտրություններ են, սա մի կողմ։ Երկրորդ հատվածը, երբ որ սկսում ենք նայել ընդդիմադիրների գոնե այսօրվա քարոզարշավը, հիմնականում սոցիալական խնդիրներ են, հիմնականում տեխնիկական, սոցիալական խնդիրներ են։ Հայաստան դաշինքը ինքը մի 3-4 միջոցառում արեց իր սոցիալական բաները ներկայացնելով, Սամվել Կարապետյանի ուժի ճնշող մեծամասնությունն է սոցիալական թեմաներով 300,000 աշխատատեղ, չգիտեմ 0% ֆլան եւ այլն։ Գագիկ Ծառուկյանինը նույնպես գրեթե ամբողջությամբ էլ 90%-ով սոցիալական է։ Հիմա եթե դուք առաջ եք քաշում սոցիալական խնդիրներ, այդ պարագայում հանրության մոտ այն warning-ը, այդ բանը, տագնապը, հա, նաբաթը, չգիտեմ, որ դիմացի ընտրությունները, ինչպես դուք եք ասում, ջրբաժանային ընտրություններ են, չի տեղավորվում ուղեղի մեջ։ Ուղղակի քարոզարշավի տակտիկայի հարց էր, բայց առաջիկայում, որտեղ ձեր հիշատակած ծրագրի սոցիալ-տնտեսական մասը ներկայացնելը, այդ ուղղակի մեկնարկին էր։ Առաջիկայում առիթ լինելու
եւ ներազգային եւ անվտանգային եւ արտաքին քաղաքական եւ այդ թեման շատ ավելի արտարծվելու է, այսինքն ուղղակի մեկ բան ասեմ միայն, մեր նախընտրական ծրագիրը սկսում է ազգային քաղաքական ռազմավարությունից, Արցախյան հարցից, արտաքին քաղաքականությունից, անվտանգության մեր տեսլականից, դա մնում է որպես անկյունակարային մեզ համար, հատկապես պետք է նկատի ունենանք, որ դա, այսպես ասեմ, նաև մեծագույն խնդիրն է մեզ համար, եւ Դաշնակցության եւ նաև նախագահ Քոչարյանի դեպքում։ Այսինքն, բայց բնականաբար այստեղ նաև հաշվի առնում թերևս ընտրողի կարծիքը, բայց այդ կոչնակ հնչեցնելը, այո, համաձայն եմ, որ շատ ավելի զորավոր պետք է լինի եւ վստահ եմ, որ այդպես է լինելու է։ Ես եւ դուք բազմաթիվ ընտրություններ ենք տեսել։ Դուք ինձանից ավելի երկար, ես մի քիչ ավելի կարճ եւ նաեւ տեսել ենք նախընտրական ու հետընտրական տրամադրություններ։ Ես կարող եմ մի քանի օրինակներ բերել, հա։ Այն օրինակները, որոնք որ ես կբերեմ, այդ ժամանակ ակնհայտորեն մեր երկրում, մեր հասարակությունում կար փոփոխությունների սպասում, լարվածություն, օդում որոշակի էներգետիկա։ Ընդ որում սրա բառերով ասել կամ շոշափել հնարավոր չի, բայց այն մարդիկ, ովքեր մի քիչ հասկանում են քաղաքականությունից, ովքեր այսպես փողոցային հեղափոխական շարժումների որոշակի մասնակցություն ունեցել, իրանք անմիջապես բռնում են, թե ինչի մասին է խոսքը։ Այդ իմ ասած էգզիստենցիալ ընտրությունների մնացել է մոտավորապես 1 ամիս, 1 ամսից մի քիչ ավելի շատ, բայց այսօր Հայաստանում այդ տրամադրությունները առնվազն ես չեմ զգում։ Դուք զգում եք դա։ Հա, դուրս Հայաստան դաշինքից եւ դաշնակցությունից։ Չէ, ես բանա շտաբում գրեթե չեմ լինում։ Շտաբում գրեթե չեմ լինում։ Ամբողջ օրը փողոցում եմ։ Ոչ թե փողոցում ուղղակի զվռնում եմ, այլ ես ձեզ ասեմ, ինքը ահավոր մի հատ խուլ էլեկտրականացված վիճակ է եւ ամենաշատը որ հանդիպում է միտքը սրանք որ վերընտրվան կամ գնում ենք արտագաղթում ենք կամ չգիտենք ինչ ենք անում կամ թուրքանում Հայաստան եւ միգուցե դա ասենց ասեմ հրավառություն չի այդ լարվածության այդ ճակատագրականության բայց խորքային այդ գիտակցությունը կա եւ իրականում ես գիտեք այդ խորքային գիտակցությունը կամ փոփոխությունների զգացողությունը մի քիչ այլ ձև են որպես կանոն տեսել չեմ ասում պատկերացնել տեսել պրոտեստային եւ ընդ որում ոչ վերևից ներքև ուղղորդվող քայլերով տարբեր քաղաքացիների կողմից այսօր այդ պրոտեստային քայլերը չեն երևում հանրահավաք է կանում կամ չգիտեմ հավաք է կանում նորմալ է ծափերը բանը էկրանը մյուսը եւ այլն բայց այդ այսպես կոչված բանը չկա էլի լրիվ ուրիշ անկյունակարային ընտրության մասին ենք խոսում տեսեք բոլոր ժամանակներում նախագահական ընտրություն լինի խորհրդարանականների դեպքում այդքան ճակատի չի բայց բոլոր դեպքերում կռիվը իշխանության համար էր ով կլիներ Նարեկը թե Գեղամը իշխանության համար է հիմա կռիվը այլևս իշխանության համար չի ես դες անկեղծ ասեմ որ ես նստում եմ տակ դրուցը մեքենա չեք շմպանում չէ դրուցում եմ չեմ էթալու ընտրության ասում ինչ դե բասեն էլի հիասթափած լավ ասեմ արի դրուցը ուրիշ ձև սկսենք ուզում ես Նիկոլը մնալ չէ բացառվում է չեմ ուզում բացատրում ասեմ քո չեթալը Նիկոլի մնալն է լավ ասեմ անդիմադիրների մեջ կա մեկը որի մեջ մի հատ կետով ասում ես համաձայն եմ մանավանդ մենյուն շատ է ասեց հա Գագիկ Տառուկյան ասի ինչո ասեց որտեվ ես նոր գեղի եմ ապրում մեր տնից Հիսուսի արձանը լավ երևալու է լավ ասեմ Գագիկ Տառուկյան այս ընտրությունը այդ անկյունակարայնությունը հենց դրա մեջ է ոչ թե ով կլինի իշխանություն սա լինի թե սա լինի այլ գիտակցության մեջ որ սա չպետք է լինի ուղղակի այո պատասխանատու մենք ենք խնդիրը մեր վրա է դրված այսօր մենք ենք քաղաքական դաշտում մենք ենք պարտավոր անել
Մարդուն ընտրա տեղամաս տանել։ Հələ կհասնենք ընտրատեղամաս տանելուն, չնայած լավ, եթե ընտրատեղամաս տանելու մասին է խոսքը, մյուս հատս հետո կտամ։ Ընտրատեղամաս տանելու մասին է խոսքը, ակնհայտ է, չէ՞, որ ասենք Հայաստանում առնվազն 2000 թվականից 2003 թվականից մինչև 2017 թվականը ընտրակաշառք է բաժանել ու դա եղել է մոտիվացիաներից, չասեմ հիմնականը, բայց կարևոր մոտիվացիա 2003-ին է եղել։ 2003 թվականն ընդ որում այն մարդը, որ այսօր Ռուսաստանում ներկայացնում է Հայաստանի դիվանագիտական ներկայացությունը, հիմնադիրն է։ Օթում կախված լուրերի համաձայն հիմա դատական գործերի զալաչիկա ընտրություններից առաջ Գուրգեն Արսենյանի կուսակցությունը առաջին այսպես ինստիտուցիոնալ քայլը կատարեց այդպիսի բաներ, ընդդեմ Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք, սա էլ ֆիքսինգ։ Բայց հիմա արդեն 2026 թվականը ընտրակաշառք հասկացությունը massայական գոյություն չունի, ես չունի եւ այլն, կա մի կարևոր հանգամանք։ Բոլոր ընդդիմադիրները ասում են, որ եթե լինում է բարձր ներկայացվածություն ընտրություններին, իշխանությունը գրեթե շանս չի ունենում կամ ընդհանրապես շանս չի ունենում։ Հիմա ինձ բացատրեք մեթոդոլոգիան, որով դուք կարողանալու եք ձեր ընտրողին մոտիվացնել, ոչ նյութական անշուշտ, ու տանել դեպի ընտրատեղամաս։ Այս երկընտրանքով իրականում այս երկընտրանքով։ Այս երկընտրանքը դիմացության շարժման ժամանակ կար Սրբազանի շարժմանը չաշխատեց։ Քվեարկության հարց չէ, դա փողոցային պայքարն էր, որը բնականաբար ամեն մարդ պատրաստ չէր այդ պայքարին, այդ զոհաբերությանը, ոստիկանատուն գնելու, ծեծ ուտելու, բայց հիմա քվեի հարց է։ Էլի տաքսիներից խոսեցի։ Տղաս զանգել այն օր ասում, պապ ասում, ինձ թվում էր, այս ընտրություններին ակտիվ իմ աշխատանքի մոտիվացումը դու պետք է անես։ Բայց ինձ թվում է տաքսով արարտեն են, ասում ինչ ա եղել։ Հիմա բարբերաբար եմ հանդիպում այդ մտքին, որ ինչքան շատ մարդ գնա ընտրության, այնքան այս իշխանությունը պարտվելու է։ Ինքը դառել է համատարած հասարակական գիտակցության մաս։ Նաև իդեպ Հունգարիան դրա լավ օրինակ է եղել։ Այո, ակտիվ մասնակցություն, մարդիկ տեսան, որ ակտիվ մասնակցության դեպքում իշխանությունը պարտվում է։ Եվ այդ առումով կրկնում եմ 24 ժամ 7 ռեժիմով աշխատանք։ Այս 1.5 ամիսը, այսպես ասեմ, այս 1.5 ամսում պետք է ամեն ինչ արվի, որ հետագա տարիները ցանկացած մարդ կարողանա ապրի, ոչ թե նորմալ ապրի, այլ ապրի։ Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, այսպիսի ընտրակաշառքի բաժանում ոնց որ հիմա է Հայաստանում, չի եղել։ Հաշ չի եղել, պարոն։ Չէ, այս ծավալի ընտրակաշառք։ Լավ դե պարոն Մանուկյան։ Չէ, նայեք, ասեմ ինչ, մեթոդոլոգիայի տակ։ Բյուջեի մասին է խոսքը, հասկանում եմ ինչ եք ասում։ Երբեք այսպես չի եղել։ Ու նաև Բայց դա օրինական է։ Ու նաև նիսյա ընտրակաշառք։ Բայց դա օրինական է։ Հա, բայց հիմա իրավապահ համակարգը եթե մեր ձեռքը լիներ կամ եվրոպացիները որոշեին չեզոք մնալ այս ընտրություններին, առավոտվան գիշեր դում հայտարարություն էին անելու, որ դուք գիշեք, սա պետական բյուջեն պարտքը դարձրել եք ընտրակաշառքին։ Մի հատ այսպես օրինակ ասեմ, հիմա առաջիկայում խորհրդարան է գալու, մինչև խորհրդարան գալու։ Վերջի կառավարության նիստում հաստատվել է մի հատ նոր նախագիծ։ Սուրեն Պապիկյանը երեք լուրջ դեմքով մի պահ իր կաբինետում, բայց էլի զբաղվում էր կուսակցական կառույցությամբ, կառավարությունը բերել է նախագիծ, որով 4 տարվա մեջ պարտավորվում է ապահովել բնակարանով զոհվածների, հաշմանդամների, զինհաշմանդամների, զինթոշակառուներին ապահովել բնակարանով։ Պետությունը վերցնում է այդ պարտավորությունը։ Այդ բնակարանով ապահովելու ծրագիրը տարիներ շարունակ եղել է, հերթը տարիներ շարունակ եղել է։ Կես տարի առաջ դիմել էր քաղաքացի, պաշտպանության նախարարի տեղակալին հարցնում եմ, ասեց որն է հերթը մոտավորապես այս թվի է հերթը, ասեց այդ մոտ 8 տարուց կարող է հասնի։ Հիմա ինչ արել կառավարությունը, քանի որ ընտրությունն է, բերել է ազգային ժողով անցկացնելու է, Սուրեն Պապիկյան առավոտվան գիշեր ասել 4 տարվա մեջ այս հարցը լուծվելու է, բայց քանի որ հունիսի 7-ից հետո իրենք չեն լինելու, ապագա կառավարությունների գլուխը քարը կարան լուծեն, չեն կարող լուծեն։ Կարևորը այս 1.5 ամսվա քվեն է։ Դե իրենք քո այդ մոտիվացիայով չեն անում, իրենք վստահ են, որ լինելու են, ավելի լինելու է սահմանադրական մեծամասնություն։ Չէ։ Խոսենք նրա մասին։ Պարոն Մանուկյան, այնուամենայնիվ, էլի մի հատ փոքրիկ անցյալ դեպի գնամ, իմ ուսանողական տարիներին ինչու՞ չէ նաև դուք ինձանից ավելի մեծ եք եւ ձեր ուսանողական տարիներին երիտասարդությունը չեմ վախենա այս բառը ասեմ առիթ էր ման գալիս միտինգի դուրս գալու համար
Առիթ էր ման գալիս, ասենք ես 2000-ականների սկզբին եմ համալսարանում սովորել, պետական համալսարանում, բարի բուն իմաստով առիթ էին ման գալիս, որ չգիտեմ, դասադուլան էին, մի խոսքով, այն որ հիմնավոր էր, չհիմնավոր էր երկրորդական էր, այս կարևոր է այդ բանը լիներ, process-ը լիներ։ Հիմա 2018 թվականի այս փողոցային շարժմանը, որի հետևանքով Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության, երիտասարդություն նույնպես բավական մեծ թիվ էր կազմում։ 20 թվականի ողբերգական, պատմական ողբերգական իրադարձությունների ժամանակ բնականաբար, չգիտեմ, ցավոք բառը եւ ճիշտ էլ չի ասել, բայց այդ ամբողջ հարվածը ստացավ երիտասարդությունը։ Ու փաստացիորեն 2001-2-3 թվականին ծնված մեր սերունդի մի մասը զոհվեց, մի մասը զինհաշմանդամ դարձավ եւ այլն եւ այլն։ Հիմա 2026 թվականն է, ու բոլոր սոցիոլոգիական հարցումները ցույց են տալիս, որ երիտասարդությունը ահավոր ինքը իրանով հեռացել է անդրական process-ից ու նաև կա կարծիք, որ հենց երիտասարդության մեջ է այն բանալին, որը լուծելու է ապագա ընտրությունների այսպես ելքը։ Դուք ձեր մեջ վերլուծելու հասկացել եք ինչի է երիտասարդությունը, մանավանդ ուսանողությունը, որ մշտապես եղել է այսպես ամենաակտիվ շարժիչ ուժը, հեռու մնում այս ամեն ինչից։ Այդ որում եւ իշխանական եւ ընդդիմադիր այնպես չի, ուղղակի անտարբեր են։ Իրականում շատ իմ համար միշտ հետաքրքիր հարց է, որովհետեւ ես այն ուսանողության սերունդն եմ եղել, որ 88 թվականն է։ 88 թվականին ոդքի է ելել, հիմա հերվից թվում է թե 88 թվականին հայ ժողովուրդը իջավ փողոց եւ միանգամից այդպես չէր։ Մարտ ամսին սովետական բանակը մտավ, օպերան շրջափակեց, զորքը Երևանում էր, Հայաստանում էր ու շարժ չկար մինչև ուսանողական այդ նստածույցը որպես հայր որպես արդեն ավակ սերունդ ասեմ էլի հիմա ոչ սպիտակ մաս չունեմ միշտ կռիվ կար իմ մեջ եք անցնող տարիներին ազգային ժողովում կամ մի աշխատաձև որ դպրոցներ բուհեր ուսանողներ աշակերտներ գալիս են ամենայն սիրած գործը այսպես ասեմ պատգամավորական Աստված միացած որ լավ առիթ լինի մեկ գաղութ գնալներ մեր քաղբանտարկյալներ տեսնել մեկ այդ երիտասարդության հետ հանդիպելը պետք է ասեմ որ վերջին 1 տարվա ընթացքում նույնիսկ իրանք են ասում որ ուսանողության մեջ բավականին քաղաքականացվածություն է իհարկե էլի իմ համար մեծ հարց է օրինակ մի քանի ամիս մի 2 ամիս առաջ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի ուսանողների հետ հանդիպման այդ հարցը իրանց հետ եմ բոլորի հետ փորձում եմ այդ հարցը քննարկել ասեմ երեխեք նայեք ձեր դասախոսներից մեկն է սիրված դասախոսներից մեկը ընդ որում Խաչիկը Գալստյան ում դեկտեմբերի 30-ին դերբակալվել է եւ տեղափոխվել է Արմավիր քրեակատարողական հիմնարկ հիմա տնային կալանքի մեջ է չէ բարեբախտաբար մեղաքես հասել ենք դրա որ տնային կալանքը բարեբախտաբար ենք ասում ամսի 31-ի դեկտեմբերի նկատունով մտավորականաբան բանտային կյանքի նաեւ անծանոթ տղայս ասի քշի Արմավիր քրեակատարողական Խաչիկին տեսնել Խաչիկին հանդիպումը ծակեց է ականջես Առաջ բաներից մեկը որ ասեց հունվարի 11-ին քննության է ուսանողներս ինչ պետք է անեն ասում երեխեք ձեր ամենասիրած դասախոսներից մեկն է անօրինական անհիմն մեղադրանքով բռնված է բայց ես ոչ ձեր դասախոսների ոչ ձեր բողոքը չեմ տեսնում հանդիպումից հետո ուսանողներից մեկը մոտեցավ Պարոն Մանուկյան ես իրան շատ սիրում եմ բայց լուր չունեի որ բռնված է Այնպես թվային Բայց դες ասեմ վերջին 1 տարին շատ ավելի որակական եւ այդ քաղաքականացվածություն է նկատում ասում դες դեպք է եղել ուսանողների եւ ԿՊ պատգամավորներից մեկի հանդիպան ուսանողներից մեկը գիրքը շպրտել է վրեն քանի որ Արցախի հարցով իրանց տեսակետն արտահայտել Չեն կալանավորը Չէ մի ամիս առաջ էր մեր դաշնակցության երիտասարդական միությունը այցելություններ կազմակերպել օձուն եւ ոչ մեր շրջանակի նաեւ ուսանողներ երիտասարդներ կային վերադարձին որոշեցին հին մասնագիտության վերադառնալ այսպես միկրոֆոնով ավտոբուսում քննարկում ենք անում ուսանողներից մեկն որ առաջին անգամ այդ օրը մերոնց հետ շփվել է հարց տվեց ասում եմ այդ նույն քաղաքականացման հետ կապված հետաքրքիր պատասխան տվեց Պարոն Մանուկյան այդ հարցում ամենից շատ պետքա ծնողների հետ խոսակ եւ ոչ թե երիտասարդների որովհետև ծնողները այդ առումով սարսափելի զսպիչ դեր են խաղում։ Հերո են պահում երեխեք։ Երեխեք ջան գործ չունեք, շարու փորձ։ Բայց մեր ծնողներն են մեզ հերո պահում, ո՞նց է որ գործ չունեք, շարու փորձանքի թեռու, խաղմաս չընկնեք, չդատվեք։ Ինքը բավականին դեր է ունեցել եւ բայց
այսինքն ես իմ զգացումը իմ շփումների զգացումը ասեմ, տեսեք նույն 18-ամյա Դավիթի ձերբակալումը սրա անսրտությունը սահման չի ճանաչում։ Նիկոլի քինախնդրությունը 18 տարեկան տղեկի նկատմամբ սահման չի ճանաչում։ Հումանիզմից դրդված չէր, որ Դավիթի խափանման միջոցը ափաթ դատախազը փոխել։ Իրանց մոտ դա շատ լավ է, երբ որ հասարակական տրամադրություններն են զգում։ Իրանք զգացին, որ սա վտանգավոր է, սա պայթյունավտանգ է։ Ոչ թե հումանիզմից դրդված է։ Մանավանդ որ այդ երեխան որն է տղան, մեծ տղա է, տղամարդ տղա է, առողջական լրջագույն խնդիրներ ուներ ու իսկապես անհրաժեշտ է։ Լավ, պարոն Մանուկյան, դիմացը մայիսի 1-ը մայիսի 1-ով, բայց մայիսի 3-ից 5-ը Հայաստանում Եվրամիության եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովն է, հսկայական քանակությամբ պատվիրակություններ են գալու, Հայաստանում ալինելու Ուրսուլա ֆոն դեր Լայնից մինչև Էմանուել Մակրոն ու Մերց, Կանադայի վարչապետը անունը չեմ հիշում Թրյուդոյին փոխարինող է, այսպես տպավորիչ։ Մենակ երագույնով գուլպաչ տա։ Հա, տպավորիչ էր։ Ու ես պատկերացնում եմ կադրերը, սելֆիները, ստորագրված փաստաթղթերը, հայտարարությունները, աջակցության խոսքերը, հիբրիդային պատերազմ, հակառուսնականություն, ձեզ օգնել ենք Ռուսաստանի դեմ պատերազմ եւ այլն, ու մեր հասարակությունը տեսնելու է, թե ինչպես է ռուսերեն ասում են նատի, հա, այսինքն ինչքան մտերիմ է շփվում Նիկոլ Փաշինյանը եվրոպական լիդերների հետ։ Հավաստիացնում եմ, որ սա իր կասային բավական մեծ այսպես բոնուսներ է ավելացնել։ Սա մի կողմից։ Հիմա եկեք նայենք ընդդիմության տրամաբանության մեջ ինչ պետք է անել ընդդիմությունը։ Ընդդիմությունը հավաքական առումով ինչքան էլ իրար սիրեք, չսիրեք, մեղադրեք կամ չմեղադրեք, պարտավոր էր կամ դեռ պարտավոր է մայիսի 3-ից 5 ընկած հատվածում Երևանում այնպիսի հուշկու ակցիաներ անցկացնել, միասնական հանրահավաք, չգիտեմ ինչ, որպեսզի Եվրամիության անդամ երկրների ղեկավարները եւ եվրոչինովնիկները տեսնեն, որ Հայաստանում կա ներքաղաքական խնդրեմ, կան քաղաքական բանտարկյալներ, կա անարդարություն, կա այս, կա այն, կա այն։ Դեռևս բացի նրանից, որ ինչ որ ակցիաները պետք է անցկացվեն հանրապետական դրա մասին հայտարարել, բայց առանձին ակցիաներն ու վստահ եմ շատ բազմամարդ ակցիաներ չեն լինելու, այլ հայտարարություն չեմ լսել։ Ա կամ ես սխալ եմ, որ չեմ լսել, B նման բան չի նախատեսվում։ Նայեք, հարգելի նարեկ, նախ իրազեկելու եվրոպացիներին, որ Հայաստանում ոչ ժողովրդավարական բաներ են, դրա մի դեպք ասեմ, մի ամիս առաջ Միացյալ Նահանգներից McCain ինստիտուտից 10-12 քանոց պատվիրակություններ եկել, նաև դիմել են, որ դաշնակցության հետ հանդիպեին, իմ հետ էին հանդիպում, հիմա այդ օրերին էր նաև 6 սրբազանների խափանման միջոցը Հայաստանի չբացակայել է եւ այլն, կետ առ կետ սկսեցի շարադրել։ Եվ իրեն գիտեն դրա մասին ուսման։ Վերջ, այսինքն ակցիան իրազեկել։ Չէ, նկարի մասն է խոսքը։ Նիկոլ Փաշինյանը նկար է ստանում, այս ամեն ինչը Լավ, հա, արծիքում, համաձայն եմ։ պատկեր է ստանում։ Բայց այստեղ նաև Իսկ ընդդիմությունը ոչ մի բան չի ստանում։ Կամ մի ուրիշ պատկեր, այդ եվրոպական ընտանիքի դեմ բողոքի ցույցը իշխանությունը շատ սիրում, փաթեթավորում էր Ռուսաստան, հա։ Խոսքը եվրոպական ընտանիքի մասին չի, խոսքը նրա մասին է, որ հանրահավաք լիներ, ընդ որում կարող եք դնել այդ հանրահավաքի տեղը Եվրամիության անդամ բոլոր երկրների դրոշները կոպիտ ասած, ցույց տալու համար, որ սիրելի գործընկերներ եւ հայ ժողովուրդ, տեսեք, որ մենք թույլ չենք տալու մեր գլխին ակաժներին մակարոն կախել։ Մարդիկ տեսնում են։ Հիմա տակտիկայի հարց է։ Ես օրինակ իմաստը չէի տեսնում։ Այնտեղ ուրիշ իմաստ կա եւ կարծում եմ մեր քաղաքացիները կհասկանա, այդ եվրոպացի երկրների ղեկավարները, չգիտեմ, միգուցե ելույթներում հայտարարեն, որ ամեն մեկը պարտավորվում ենք 2 բլոկ ջերմուկ առնել եւ հետները ստանել սատարելու ջերմուկի արտադրանք։ Եվ որովհետեւ այստեղ շատ ավելի վտանգավոր է։ Ես հասկանում դուք ինչ եք ասում։ Այսինքն մենակ վերարտադրության համար Հայաստանը դարձնել հակառուսական պատերազմի թաթերաբեմ եւ իրականում Նիկոլ Փաշինյանը մենակ այդ պատկերը ստանալու համար 2 օր Հայաստանը դարձնելու է հակառուսականության թաթերաբեմ, վտանգելով Հայաստանը, վտանգելով մեր հայրենակիցներին, վտանգելով մեր անվտանգությունը, վտանգելով ընդհանրապես կայունությունը, այդքան է իրանց
պատասխանատվությունը երկրի նկատմամբ։ Պարոն Մանուկյան, նորից չեմ կարողանում հասկանալ։ Կա իշխանություն։ Այդ իշխանությունը ունի 100%-անոց աջակցություն արևմուտքի կողմից, քաղաքական աջակցություն։ Դիմացը մի ամիս հետո ընտրություններ է։ Հայաստանում հսկայական քաղաքական մեծ միջոցառում է կազմակերպվում, որը օրվա իշխանության PR-ի համար ամենայն հավանականությամբ 99%-ով ծառայելու։ Ընդդիմությունը, որ մշտապես մեղադրում էր ԵՄ-ին, ասում էր խուլ եկականջները չի լսվում, չի բացում եւ այլն, ոչ մի բան մեծ առումով, մեծ հանրավակ, չգիտեմ, մեծ ակտա չի պատրաստում։ Հիմա այդ պարագայում ես կրկնում եմ, մարդիկ սկսեն մտածել կամ վախենում եք վիզաներից, կամ վախենում եք, որ ձեզ կասեն հիբրիդային պատերազմի գործիքակազմ ունեք, բայց այդ պարագայում դուք իշխանության օրակարգի մեջ եք մտնում։ Չէ, իշխանության օրակարգի մեջ չենք մտնում։ Ոնց։ Պրոստը պարզապես հասկանում ենք, որ իրենց համար եվրոպացիների համար այդ արևմուտքի տարածված շանորդի, բայց մեր շանորդի սկզբունքը բանա, անբեկանելի է։ Բայց ձեր կողմնակիցները կտեսնեն, որ մեր ընդդիմությունը ինչքան բազմամարդ հավաքակա ոգևորվել են, կանեն։ Դե միշտ էլ հարավակ անելով ոգևորելու հնարավորություն կա։ Բայց կրկնում եմ, այսինքն ուղղակի, այսպես ասեմ, դրա արդյունավետության հարցն է, տարբեր մոտեցումներ։ Դրա արդյունավետության հարցն է։ Հիմա դուք Նիկոլ Փաշինյանին լավ եք ճանաչում։ Մարտի 90-ական թվականների առնվազն երկրորդ կեսից հանրային լրատվական եւ քաղաքական թատերաբեմումը անցել է գիտեք ինչ ճանապարհով, այդ ճանապարհին, չգիտեմ, հալածանքների է ենթարկվել, թերթ են փակել, մտել են, չգիտեմ, մեքենային այրել, մարտի 1-ա տեղ ունեցել, մարտի 1-ից հետո առաջ հետո ընդհատակ, հետո դրանից հետո պատգամավոր, վերջը հեղափոխություն եւ իշխանություն։ Իշխանությունից հետո էլ տեղի ունեցել վերջին երևի թե 100-ամյակի հայ ժողովրդի ամենամեծ ողբերգությունը։ Ղարաբաղի ինքնել, հայաթափում, մեր ստորացումներ, կապիտուլյացիա, այս կողմենքով։ Հիմա մարդիկ հարց են բարձրացնում, ասում են, մեր սիրելի ընդդիմություն, դուք իսկապես մտածում եք, որ տեխնիկական ընտրություններով, այսինքն ուղղակի հայ ժողովուրդը գնալու է ընտրություններով, քվեարկելու է ընդդիմության օգտին եւ հաջորդ օրը առավոտը ժամը, ասենք 6-ի կողմերը մոտավորապես Նիկոլ Փաշինյանը ասուլց է տալու, շնորհավորելու է ընդդիմությանը հաղթանակի կապակցությամբ։ Թե այնուամենայնիվ ընդդիմությունը պետք է պատրաստվի մինչև հունիսի 7 փողոցային ակցիաների եւ ամենակարևորը հունիսի 8-ին։ Ուզում եք ծոցագրպանից հանեմ յետընտրական process-ների ամբողջ պլանը պատմեմ։ Չէ, պետք չի պլանը պատմել։ Պետք է դա աներկբա իր ձևով ասած, բոլորը վստահ են, որ Նիկոլ Փաշինյանը այն մարդը չի, որը իշխանությունը հեշտ տվող է։ Եվ պետք է մենք էլ հասկանանք եւ այդպես ենք, մենք էլ ենք մարդը չենք, որ ընտրությունների արդյունքները ձեռքներիցս տվող են։ Ընտրողի որոշումը այսպես նվեր հանձնող ենք։ Ու ամեն ինչի պատրաստ ենք։ Ամեն ինչի պատրաստացելով փողոցային պայքարի պատրաստ եք։ Պատրաստ ենք ընտրողի քվեն պաշտպանել եւ սահմանադրությունն ու սահմանադրականությունը Հայաստանում հաստատել։ Վերջին հարցը, պարոն Մանուկյան։ Կյանքը էլի, ինձ կաղապատային հանկարծ պարտվեք ընդդիմությունը, հավաքականներում դուք էլ նույնպես, բայց մտնեք խորհրդարան։ Մանդատները վերցնել նպատակամարքամարեք թե ոչ։ Դրա մասին չենք էլ մտածում։ 21-ի օրինակ ունեմ, դրա համար եմ հարցնում։ Չէ, դրա մասին չենք էլ մտածում։ Որտեղ 21-ին օրինակ մտակ պարլամենտ, ասացիք մտնում ենք մեր օրակարգով։ Որովհետև մենք հիմա 26-ին ենք, իսկ 21-ից մինչև 26 թիվը այո, ընդդիմությունը, խորհրդարանական ընդդիմությունը հալումաշ է եղել, չարչարվել է, զերկվել է ամեն ինչով, բայց նաև այդ աշխատանքի ու պայքարի այդ զերկանքների արդյունքում է, որ 26 թվականին լրիվ ուրիշ հանրային ընկալում ունի այս իշխանությունը եւ լրիվ ուրիշ տրամադրություններ այս իշխանության նկատմամբ։ Տեսնենք, շնորհակալ եմ շատ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Եվ այսպես իմ հյուրն էր խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր Հույդա Գերագույն մարմնի անդամ Գեգամ Մանուկյանը։ Մենք կհանդիպենք այս երկու օրը Հայաստանում տես լիքը process-ներ ա տեղի ունենալու 24 ուղիղ եթերում ներկայացնելու այդ գործընթացները, եվրոպացիների գալ, գնալ, ակցիաներ եւ այլն եւ այլն։ Մի խոսքով, հետևեք 24-ի կայքին, YouTube-յան, Facebook-յան էջերին, մենք շարունակելու ենք իրազեկել, մնացեք խաղաղությամբ։